Ադրբեջանի նախագահը կրկին հիշեցրել է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանները, Հայաստանի սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Իլհամ Ալիևն ընդգծել է, թե գնդակը Հայաստանի դաշտում է, և եթե Երևանն իսկապես ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ապա պետք է կատարի Ադրբեջանի այդ երկու նախապայմանները։ Մեր նախապայմանները հայտնի են Հայաստանին, մենք դրանք երկար ժամանակ է, որ առաջ ենք քաշել, սակայն մինչ օրս Հայաստանից որևէ լուրջ պատասխան չենք ստացել։ Ինչի մասին են այդ նախապայմանները։ Առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի։ Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը։ Հայաստանի սահմանադրության մեջ կա հղում անկախության հռչակագրին, եւ այն սահմանադրության բաղկացուցիչ մաս է։ Իսկ այնտեղ կա դրույթ Ադրբեջանի օրինական պատմական տարածքը Հայաստանին միացնելու մասին, ինչը հանդիսանում է տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Այդ իսկ պատճառով այս դրույթի դուրսբերումը Հայաստանի սահմանադրությունից մեր լեգիտիմ պահանջն է։ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, այս երկու նախապայմանների կատարումից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի։ Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել Ալիևին, սակայն Հայաստանի իշխանությունը պարբերաբար պնդում է, թե երկրի մայր օրենքի փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։ Նախատեսվում է, որ նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մինչև 2026 թվականի ընտրությունները։ Ընդ որում, ինչպես արդարադատության նախարարն էր նշել, նոր սահմանադրությունը չպետք է վտանգի խաղաղության պայմանագիրը։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանն, ապա Հայաստանը պատրաստ է դրան, բայց խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Ադրբեջանական նախապայմաններին զուգահեռ Գերմանիայի նախագահն այսօր Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում ամեն դեպքում հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագիրն ի վերջո կստորագրվի, պարզապես քաղաքական կամքի անհրաժեշտ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը մեծ նշանակություն ունի, անցած մեկ տարում մեծ քայլեր են արվել։ Մարտի 13-ին հայտարարվեց խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին։ Եկել է ստորագրման հիանալի պահը։ Հավատում եմ, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Փոխզիջումների համար մեզ պետք է քաղաքական կամք, որպեսզի գնանք մինչև վերջ։ Իդեպ Ադրբեջանի նախագահն այսօր խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին, ասելով, որ թեև Հայաստանը փորձել է Ղարաբաղի հարցը ընդգրկել խաղաղության պայմանագրում, բայց իրենք թույլ չեն տվել։ Այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձևակերպումը, որը մինչև 2024 թվականի հունվար ամիսը Հայաստանը փորձում էր ներառել խաղաղության պայմանագրում, գոյություն չունի։ Այն գոյություն ուներ միայն Հայաստանի երազանքներում, կա Ադրբեջանի Ղարաբաղի շրջան։ Ալիևի խոսքերից պարզ չի դառնում, ինչպես էր մինչև 2024 թվականի հունվարը հայկական կողմը փորձում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը ներառել խաղաղության պայմանագրում, երբ 2022-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի կազմում։ ԱԳՆ-ն Ալիևի այս նոր պնդմանը ևս չի արձագանքել։ Իդեպ Երևանից Բաքու մեկնած Գերմանիայի նախագահը վերանայել է Արցախի մասին իր մոտեցումը։ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, որ Ինստագրամի իր պաշտոնական էջում 2 օր առաջ հրապարակել էր Արցախի դրոշի լուսանկարը և գրել, որ այնտեղ մեծամասամբ հայեր են ապրում, այսօր արդեն Բաքվում արցախահայերի մասին ոչինչ չի հիշատակել։ Ալիևի հետ համատեղ ասուլիսում Գերմանիայի նախագահը հայտարարել է. «Մեջբերում եմ, մենք գիտենք և ճանաչում ենք Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք»։ Արցախի դրոշի լուսանկարով Շտայնմայերի ինստագրամյան հրապարակումը այցի նախօրեին դիվանագիտական սկանդալի էր վերածվել Բեռլինի ու Բաքվի միջև։ Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա էր հղել գերմանական կողմին, պահանջելով ներողություն խնդրել։ Ի պատասխան Գերմանիայի պետքարտուղարը կատարել էր այդ պահանջը, վստահեցնելով, թե տեղի ունեցածը տեխնիկական սխալ է։ Խաղաղության պայմանագրի ստորագրման, Լեռնային Ղարաբաղի պատկանելության շուրջ հարցերից բացի Գերմանիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են նաև երկկողմ տնտեսական հարցեր։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ միայն այս տարվա առաջին ամսում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը շուրջ 3 անգամ աճել է, հասնելով ավելի քան 485 միլիոն դոլարի։ Միայն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Գերմանիայի արտահանել 500,000 տոննա նավթամթերք, 5 անգամ ավելի շատ, քան անցած տարի։ Ադրբեջանական լրատվամիջոցներն ընդգծում են, որ լինելով դեպի Եվրոպա բնական գազի կարևորագույն արտահանող, Բաքուն Բեռլինին նաև առաջարկում է հեռանկարային հնարավորություններ կանաչ էներգետիկայի ոլորտում։ Գերմանիան այս պահին Ադրբեջանի 5-րդ ամենախոշոր տնտեսական գործընկերն է։